2025 թվականի կարևորագույն իրադարձությունը իհարկե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք, նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը եւ հռչակագիր ընդունելով, որը որպես վկա ստորագրեց նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը։ Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է, մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնենք, բայց կարևոր է, որ այս ընթացքում մենք կարողացանք նաև ավարտին հասնել TRIP նախագծի շուրջ Հայաստան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որը արդեն ստորագրված է եւ մենք առջևում պիտի սկսենք վավերացման գործընթացը։ Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ սա իհարկե մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները։ Ուզում եմ ասել նաեւ, որ մենք Հայաստանում ընդհանուր առմամբ երկաթուղային ենթակառուցվածքները ավելի լավ վիճակի բերելու ուղղված աշխատանքներ ենք իրականացնում եւ այս պահին նաեւ հայտարարված է Ախուրիկ Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով եւ մենք իհարկե հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված այդ թվում միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր։ Վերադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին հիշեցնել հարգելի գործընկերներ, որ նախագահ Տրամպի հետ մենք մի քանի մտադրությունների հուշագիր ստորագրեցինք, նրանցից մեկը վերաբերվում էր բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերին համագործակցությանը եւ 8 ամիս ըստ էության 10 ամիս է անցել այդ համաձայնագրի ստորագրումից եւ եկեք տեսնենք թե մենք ինչ արդյունքներ ունենք արդեն իսկ Երևանի պետական համալսարանում ստեղծված է արհեստական բանականության կենտրոն, կառավարությունը $10 միլիոն է հատկացրել եւ սուպեր համակարգիչ է ձեռք բերել Երևանի պետական համալսարանի համար, երկրորդը Գագարինում արդեն բացվել է արհեստական բանականության առաջին գործարանը եւ այս օրերին արդեն Հրազդանում կբացվի արհեստական բանականության երկրորդ գործարանը, ինչը տեխնոլոգիական լրջագույն անցում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ այսպիսի տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալը եւ այսպիսի ներդրումների համար նպաստավոր եւ հետաքրքիր երկիր լինելը իհարկե էականորեն փոխում է Հայաստանի Հանրապետության եւ միջազգային իմիջը եւ իհարկե նաեւ մեր տնտեսական ներդրումային միջավայրը եւ մենք ընդհանուր առմամբ լավատես ենք մեր տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ TRIP նախագծի արհեստական բանականության շուրջ այս գործընթացների շրջանակներում մենք կարողանանք ապահովել տարեկան առնվազն 6% տնտեսական աճ, ինչը երաշխիք է ստեղծում, որ մենք այդ թվում սոցիալական ոլորտի մեր բարեփոխումները հաջողությամբ իրականություն կդարձնենք։ Ընդհանուր առմամբ նաև քանի որ նաև 5 տարին ենք ամփոփում նախորդող 2021 թվականից, հարկ եմ համարում ընդգծել, որ կառավարությունը նախորդող շրջանում ավելի քան 3.4 միլիարդ դոլարի տարբեր ծրագրերով աջակցություններ է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սկսած հիպոթեկային հարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, շարունակած տնտեսական արդիականացման ծրագրերով, շարունակած գյուղատնտեսության ոլորտում արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրով եւ այլն եւ այդպես շարունակ, եւ սա նույնպես շատ էական դեր է խաղացել Հայաստանի տնտեսական այն հաջողությունների գործում, որը մենք ունենք։ Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով մենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկել ենք Հայաստանի Հանրապետության եւ նախորդող շրջանում 2021-ից 2026 թվականը մենք տարեկան միջինում արձանագրել ենք
7.9% տնտեսական աճ։ Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի նախընտրական ծրագրով մենք նախատեսել ենք եւ խոստացել ենք միջինում 7% տնտեսական աճ եւ այդ ցուցանիշը մենք գերազանցել ենք, իսկ 2017-ից 2025, 2018-2025 թվականներին մենք ապահովել ենք 5.8% տնտեսական աճ։ Կարևոր է արձանագրել, որ այս ցուցանիշները բարձր են թե միջին համաշխարհայինից եւ թե ԵԱՏՄ-ի միջինից, ինչը նշանակում է, որ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, այդ թվում տնտեսական քաղաքականության ոլորտում բերել է կոնկրետ արդյունքներ եւ սա մեզ որոշակի վստահություն է տալիս Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու եւ Հայաստանում ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին։